այսօր ըստ մամուլի հրապարակումների Վարդովաչ Հայաստան օրինակ երկիր և հանրապետական կուսակցությունները ստորագրելու են նոր հուշագիր, նոր համաձայնագիր, որի պաշտպանելու են 2017 թվականին նախագահի գործունեությունը, ձեր մեկնաբանությունը ճիշտ է, սխալ է, հուշերի շուտ է։ Այն որ ստորագրելու են արդեն հայտնի է, եւ եթե հրապարակումները, գրական հրապարակումները փաստում են, որ իրադարձությունը այնուհանդերձ, եթե ոչ այսօր, չնայած սպասանալիցով, գոնե առաջիկայում անպայմանորեն այդ իրադարձությունը տեղի կունենա։ Խնդիրը հետևյալն է, եւ եթե դա արդեն համարենք իրողություն բաց, ապա պետք է գոնե քննարկել, թե դա ինչքանով է օգտակար հասարակությանը եւ ինչ ազդեցություն կունենա հետագա քաղաքական գործընթացների վրա։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարծում եմ, որ քայլը ինքնին դրական չի, որովհետեւ Վարդովաչ Հայաստանի մնալը կոալիցիայում նշանակում է, որ քաղաքական կուրսի մեջ էական փոփոխություններ չեն լինելու, դա այնուհանդերձ վատ նախանշան է։ Ես կարծում եմ, որ Վարդովաչ Հայաստանի դուրս գալը էականորեն կփոխի իրավիճակը, դեպքում հանրապետական կուսակցությունը միայն կստանձներ ոչ պատասխանատվությունը քաղաքական գործընթացների եւ այդ թվում նաեւ տնտեսական ռեֆորմների եւ մինչեւ եթե ոչ գոնե 12, ապա 13 թվականը պետք է գրանցեր անպայմանորեն գրանցեր լավ արդյունքներ։ Մի տեսակ քաղաքական ասպարեզում ձեռք չբերած հաջողությունը պետք է կոմպենսացնել տնտեսական քաղաքականություն, որը շահեկան կլիներ հայ մարդու, հայ քաղաքացու համար։ Իսկ բացի դրանից ԲՀԿ-ի հայտնվելը արդեն ընդդիմադիր դաշտում, այդ կնշանակեր, որ ընդդիմադիր դաշտում քաղաքական մրցակցությունը բավականաչափ կարճ էր, իսկ դա բոլոր այն մրցակցությունները, քաղաքական մրցակցությունները, որ հակամարտության չեն վերածվում, անպայման դրական ազդեցություն են թողնում։ Այնպես որ կարծում եմ, որ ԲՀԿ-ի կոալիցիայում մնալը ամենաբարերար ազդեցությունը չէ քաղաքական գործընթացների վրա։ Չնայած մի հանգաման կա, սա կայունության երաշխիք կա, բայց այս պարագայում այդ կայունությունը կազմված, որ չվերածվի մոնոլիթ, այսպես ասած, կառույցի ստեղծմանը, որտեղ ոչինչ հնարավոր չէ փոխել, ոչինչ հնարավոր չէ առաջ մտնել։ Այսինքն կարելի է ենթադրել, որ հանրապետական կուսակցությունը այնուամենայնիվ դավախություններ ուներ 13-ին այդ շեմը մաղթողալու դեպատոկուսային նախագահ Սերժ Սարգսյանի վերստին նախագահ ընտրելու կապակցությամբ։ Կարծում եմ, որ այդպիսի մտավախություններ բոլորն էլ պետք է ունենան, իսկ ինչի պիտի չունենար։ Այո, ուներ եւ ոչ մեկ ոչ մի բանից ապահովված չի եւ արդեն 11 թվականի սկզբներին հանրապետական կուսակցությունը եւ նախագահ Սարգսյանը ուզում են առաջին քաղաքական երաշխիքներ տեսնեն եւ տեսնեն այդ երաշխիքները իրենց համարում են պարտներով կողմից։ Ես ընդունում եմ այս քաղաքական տրամաբանությունը եւ կարծում եմ, որ ՀԼՊ-ի կամ քաղաքական գործառույթների տրամաբանության շրջանակում այս քայլը տեղավորվում է։ Բայց այլ խնդիր է, թե երկրի զարգացման կամ հետագա զարգացման առումով սա ինչքան բարևեր կլինի։ Իսկ չեք կարծում, որ այս պարագայում այ ասացիք, որ առաջ մրցակցություն չի լինի, որ ալտերնատիվ չի լինի, սա ավելի վտանգավոր հետևանքներով կարող է լինել։ Այդպիսի բան չեմ կարող մտածել։ Ես կարծում եմ 2012 թվականի քաղաքական գործընթացները եւ մասնավորապես
չի լինում, այդ լինում են առանձին, սա նշանակում է, որ այլ հանդերձ մրցակցություն լինելու է։ Եվ այդ մրցակցությունը ենթադրում է, որ գոնե մրցակցություն պետք է լինի, ոչ թե համաձայնություններ։ Այդուհանդերձ ԲՀԿ-ն 50+1-ի համար է ճանաչում, ասաց, որ իր պայքարում է 50+1-ի համար, 15 օր առաջ պայքարում 50+1-ի համար, հետո միանալ նոր մշակին, դա էլ է մի քիչ էլի։ Չէ, ինքը հիմա է կարող ասել, որ պայքարել է 50+1-ի։ Մեկը արդեն նախագահական շեմ է դա ապահովում ըստ էության։ Նախագահական շեմի նախագահական ընտրությունների տրամաբանությունը այլ է։ Խորհրդարանական ընտրություններին մեծամասնություն վերցրած քաղաքական թիմը չի կարող ասել, որ կարող է ծնել նաև քաղաքական այնպիսի լիդերի, որը կարող է հավակնել նախագահի պաշտոնին։ Այստեղ նաև լիդերի անձի և անհատի խնդիր է։ Այնպես որ սրանց տրամաբանությունները տարբեր են։ Ես կարծում եմ և Բարգավաճը և Հանրապետական կուսակցությունը հայտարարել են 50+1 հավակնությունների մասին, և սա մի փոքր մրցակցություն է մտցնելու, ներքին մրցակցություն է մտցնելու, որը կարծում եմ ես ամբողջ պատմության մեջ դրական պահերից մեկն է։ Բայց ճիշտ կներ, որ ժողովուրդը և քաղաքական այրերը, քաղաքական միտքը և լրագրողական միտքը ավելի շատ անդրադառնար տնտեսական քաղաքականության խնդիրներին, որտեղ էականորեն տանուլ ենք տալիս։ Վերջերս հրապարակվել էր ԱՊ երկրների ցուցանիշները, Հայաստանը նախավերջի տեղում էր, որում մյուս երկրներում նույնպես բնակչության պայմանները ամենալավը չէին, բայց այնուհանդերձ գրանցվել էին ավելի բարձր աճի տեմպեր, մեզանից ավելի ցածրը Ռուսաստանն էր, որտեղ ակնհայտ է ինչ պատճառաբանություններ կարող են։ Դուք տեսնում եք ապագա խորհրդարանում այս պայմաններում ստեղծված բանի դրա տեսնում եք կան նախագծեր։ Ես կարծում եմ ԲՀԿ-ի մնալը կոալիցիայի ներսում նշանակում է, որ քաղաքական դաշտում և ընդդիմության դաշտում դաշտ ավելի նոսր է լինելու, գերհագեցած չի լինելու և կարծում եմ այդ դաշտում մենք կարողանանք անպայմանորեն հաջողություններ գրանցել։ Հարցեր ունեք, լրագրողներ, եթե չկան շարունակեմ։ Ասացիք, որ անպայման պատկերացնում եք կլինեք խորհրդարանում, իսկ հնարավոր է դուք միանաք որևիցե մի կուսակցության հետ և փորձեք դաշինքով մասնակցել ընտրություններին, այսօր միայնակ գնալ այդքան էլ հեշտ գործ չէ։ Ճիշտ է։ Այս պահին որևէ այդպիսի ծրագիր, պրոյեկտ, նախաձեռնություն չկա, մենք դեռևս հաստատման փուլում ենք գտնվում, մենք դեռևս պետք է հասկանանք, մենք ինչ ենք մեզանից ներկայացնում և ժողովրդին ու երկիրը ոնց ենք գնահատում, որից հետո իրական գնահատելով մեր հնարավորությունները որոշում կկայացնենք։ Այնուհանդերձ այսօր իմ և քաղաքական խորհրդի շրջադարձ կուսակցության քաղաքական խորհրդի դիրքորոշումը այն է, որ մենք պետք է գնանք ընտրություններին մենակ։ Պարոն Ղունակյան, ասացիք, որ համագումարի կայանալուց հետո դուք կասեք կամ կհստակեցնեք շատ ավելի բարձ, թե ովքեր էին նորաստեղծ կուսակցությանը հովանավորում, սատարկ կանոնի նվարներ։ Այսօր կասեք այդ մասին, թե չէ, սատարկ անելու և հովանավորում։ Խոսքս ֆինանսական ռեսուրսների մասին է, որովհետև այսօր հեշտ գործ չէ, ցանկացած նոր բան գումարներ է պահանջում, այն էլ կուսակցությունը։ Ես կարող եմ ասել, որ ես նորից եմ ասում, նախ կուսակցությունը դեռևս գրանցված չի, գրանցման փուլը դեռ չի ավարտված, մենք փաստաթղթերը հանձնել ենք համապատասխանաբար արդարադատության նախարարություն գրանցող մարմնին, սա մի։ Երկրորդը, ես ասել եմ նորից եմ գտնում, որոշակի պարբերականությամբ կուսակցությունը կհրապարակի ֆինանսական ծախսերը և դրա աղբյուրները։ Որևէ միջոցառում, որը արվել է կուսակցության կողմից և դրա մասին
ֆինանսական նշումներ, գրառումներ չլինեն պարագայում, իսկ կարող եք համարել, որ կուսակցությունը առանձին է գործում։ Այսինքն մինչ այսօր ինչ միջոցառում որ իրականացրել եք, ինչ նախաձեռնություն ունեցել եք ձեր սեփական միջոցներով եք դրան։ Իմ քաղաքական խորհրդի եւ այն մարդկանց շնորհիվ, որոնք որոշակի հույսեր են կապում շրջադարձ կուսակցության գործունեության։ Այն մարդիկ ովքեր են։ Այդ մարդիկ կան, ասենք, մեծ եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, ավելի շատ արդյունաբերության ներկայացուցիչներ։ Մեզ հայտնի անուններ չկան։ Չեմ կարծում, հետագայում չեք կարող գտնել։ Հետագայում չեն։ Կարծում եմ, այսինքն առաջիկա ապագայում, տեսանելի ապագայում չեմ կարծում, որ կտեսնեք այդպիսի անուններ։ Հետագայում եթե լինեն դրանք, ես շատ նախշնորհակալ կլինեմ այդ մարդկանցից, բայց եւ դուք անպայման լրագրողներ անպայման կլինեք։ Եթե հարցեր։ Ես կգնայեմ այդ հարցերը, բացի կանոն դեպքում ավելի ճիշտ է գտնում, որպես մենք մասնակցել միայնակ առաջնաշինքի, բայց ինչի մակը, որքանով եք վստահ, որ ձեզ կհաջողվի միայնակ։ Ասեմ ձեզ, այն գաղափարներն ու իդեալները, այն ծրագրերը, որոնք առաջ են քաշելու, իմ կարծիքով շատ գրավիչ ու շահեկան են լինելու ժողովրդի մեծ մասի համար, հասկանալի են լինելու, պարզ եւ ինչպես ասած շահեկան։ Եվ կարծում եմ, որ կա ընտրություններից առաջ ձևավորվում է մի որոշակի զանգված, որը կողմնորոշված չի եւ չկողմնորոշված մարդկանց մեջ, ընտրողների մեջ անպայման կգտնվի այնպիսի քանակություն, այնպիսի մարդկանց անձանց, որոնք ձայները կբավականացնեն, որպեսզի կուսակցությունը ախտարիշում է եւ բաներ անել։ Եթե չկան այդ հարցեր, շնորհակալ եմ պարոն Մուրադյան, որ ժամանակով մեզ զրուցեցիք։